2020 թվականին Հայաստանը պաշտոնապես քրեականացրեց գողական ենթամշակույթը։ 90-ականների Հայաստանը քաոսի մեջ էր։ ԽՍՀՄ փլուզվել էր, պատերազմ էր, երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ։ Լույս չկար, աշխատանք չկար, իսկ պետությունը դեռ նոր էր փորձում վերահսկել իրավիճակը։ Այդ վակուումում սկսեցին ձևավորվել քրեական խմբավորումներ, որոնք ապրում էին իրենց օրենքներով։ Նրանց ազդեցությունը զգացվում էր փողոցներում, բիզնեսներում, նույնիսկ քաղաքական շրջանակներում։ Այդ տարիներին ձևավորվեց հայկական քրեական աշխարհի ամենահայտնի սերունդը։ Նրանց անունները հայտնի էին ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում։ Ասլան Ուսոյան, Դեդ Հասան համարվում էր հետխորհրդային աշխարհի ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը։ Նա ազդեցություն ուներ Կովկասում եւ ռուսական քրեական շրջանակներում։ Քրեական աշխարհում ասում էին, որ տարբեր խմբավորումների միջև խոշոր հակամարտությունները հաճախ լուծվում էին հենց նրա միջամտությամբ։ Նրա անունը կապվում էր հսկայական ֆինանսական ազդեցության եւ միջազգային քրեական կապերի հետ։ Ռուսական մամուլը տարիներ շարունակ գրում էր, որ Դեդ Հասանը վերահսկում էր ազդեցիկ հանցավոր ցանցեր Ռուսաստանում եւ Կովկասում։ Նրա շուրջ ձևավորվել էր գրեթե լեգենդար կերպար, եւ շատերը նրան անվանում էին հետխորհրդային քրեական աշխարհի թագավոր։ Նրա հետ կապված ամենահայտնի դեպքը տեղի ունեցավ 2013 թվականին։ Նրան սպանեցին Մոսկվայի կենտրոնում դիպուկահարի կրակոցով։ Այդ սպանությունը համարվեց ռուսական եւ կովկասյան քրեական աշխարհի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը։ Անդրանիկ Սողոյանը Զապ Լենինականսկի հայկական քրեական աշխարհի ամենահայտնի դեմքերից էր։ Նրա մականունը կապված էր Գյումրու, նախկին Լենինականի հետ։ 90-ականների նրա անունը հաճախ էր հայտնվում տարբեր ազդեցիկ քրեական խմբավորումների մասին պատմություններում։ Նրան ճանաչում էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում ու Եվրոպայում։ Իրավապահ մարմինները նրան կապում էին քրեական ենթամշակույթի ազդեցիկ կառույցների հետ։ Նրա անունը տարիների ընթացքում դարձավ 90-ականների գողական աշխարհի խորհրդանիշներից մեկը։ Ամենահետաքրքիր փաստերից մեկն այն էր, որ նույնիսկ քաղաքական նոր օրենքների ընդունումից հետո իշխանությունները հայտարարում էին, որ նա շարունակում է պահպանել ազդեցությունը քրեական շրջանակներում։ Արսեն Մկրտչյանը, Արսեն Երևանսկի, համարվում էր հայկական քրեական աշխարհի նոր սերնդի ազդեցիկ ներկայացուցիչներից։ Նրա անունը հաճախ էր շրջանառվում քրեական ենթամշակույթին վերաբերվող գործերում։ Իրավապահների տվյալներով նա պահպանել էր օրենքով գողի կարգավիճակը նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն սկսվել էր խոշոր պայքար գողական աշխարհի դեմ։ Մամուլում նրա անունը հաճախ էր հայտնվում որպես հին քրեական համակարգի ազդեցիկ ներկայացուցիչ։ Հայաստանի հակաքրեական օրենքների ընդունումից հետո հենց նրա նման մարդկանց օրինակով պետությունը փորձում էր ցույց տալ, որ սկսվել է պայքար քրեական ենթամշակույթի դեմ։ Դրա պատճառով նրա անունը դարձավ ամենաքննարկվողներից մեկը հայկական մամուլում։ 2020 թվականին Հայաստանը պաշտոնապես քրեականացրեց գողական ենթամշակույթը։ Պետությունը հայտարարեց, որ սկսվում է պայքար այն համակարգի դեմ, որը տարիներ շարունակ ազդեցություն էր ունեցել հասարակության վրա։ Բայց նույնիսկ այսօր այդ ժամանակաշրջանի պատմությունները շարունակում են մնալ 90-ականների Հայաստանի ամենամութ էջերից մեկը։ Սրանք մարդիկ էին, ովքեր ուժեղացան մի ժամանակաշրջանում, երբ օրենքից ուժեղ հաճախ փողոցն էր։ Ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։ Սկսենք նրանից ամենապրիմիտիվ բանից, որ եթե որևէ պետական հիմնարկից, ես չեմ ուզում, օրինակ դպրոցից գողություն է արվում, չարաշահում է արվում, այդ չարաշահումը պարզելու, բացահայտելու պարզ ձևը որն է, որ ասենք նրանք ովքեր երեխաներ օրինակ, որ տեսնում են, դրա մասին հայտնեն։ Ինչա տալիս քրեական ենթամշակույթը, տալիս է հետևեն, որ դու գործ տվող չես, ինչ կապ ունի։ Եվ այդ ամեն ինչը արվում է տարբեր տեղերում։ Եվ քրեական ենթամշակույթը Հայաստանից այո կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի։ Եվ եթե կան մարդիկ, այդ թվում քաղաքական գործիչներ, այդ թվում падգամավորներ, որոնք մտածում են, թե
այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված, ասենք օրինակ, կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում են կպարկծնենք ասֆալտին։ Հանկարծ մտքներով չանցնի, կպարկծնենք ասֆալտին եւ կտնենք պատերով բառից բուն իմաստով։ Որևէ մեկը չփորձի նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի թե կարա թպրտա, կտանք պատերով կպարկծնենք ասֆալտին։ Թողականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ։